Վերադարձանք եւ պարզեցինք, թե ինչի չի կարելի խմել ալկոհոլ։ Նա եկեք սենց տղեկ, շոկա, խնայեք ձեզ, եկեք պայմանավորվենք ալկոհոլ խմենք արևա մուտքից հետ։ Արևա մայր մտնի, դրանից հետո։ Հատկապես որ երեկոյան ժամերին անձրև է սպասում։ Հատկապես որ երեկոյան ժամերին ֆուտբոլ է, իսկ ցերեկվա ժամերին բասկետբոլ է Երևանում, որտեղ այս պահին Երևանը ապրում է բասկետբոլով, Հայաստանում Երևանում անցկացվում է U16-ի աշխարհի առաջնություն, դիվիզիոն C-ի եւ մեր հավաքականը փայլուն ելույթ է ունենում, դեռ երկու խաղ, երկու վստահ հաղթանակ, հաջորդ խաղը խաղալու են վաղը, Միկա սպորտ, բայց հիմա տենց չի կոչվում։ Լավ, մեր հյուրի հետ կճշտենք քեջան օֆիցիալ կոչում եւ մեր տաղավարում է մարդ, որը որ բասկետբոլի մասին կարող է գրել գրքեր եւ նկարահանել ֆիլմեր։ Արիկ Պողոսյան, բարև ձեզ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ եմ։ Նախ եկեք հասկանանք դուք հիմա ինչ որ պաշտոն զբաղեցնում եք, թե դուք պարզապես ուղղակի հայկական բասկետբոլի ամբասադորն եք, չգիտեմ։ Լավ խոսք, ամբասադոր։ Չէ, զբաղեցնում եմ, ասում են զբաղեցնում եմ, ասում են, որ ես փոխնախագահն եմ, ասենք ինչ որ հավաքականների գլխավոր մենեջերն եմ, բայց ավելի շատ ինձ թվում է ես խորհրդականի կարգ ունեմ երևի։ Իմաստուն մարդ եք, որը տալիս է խելացի խորհուրդներ։ Իմաստությունս փորձում եմ օգտագործել, ինչ որ սենց էլի, բայց արդեն երևի միայն խորհրդական եմ աշխատում երևի, բայց ասում են, որ ես փոխնախագահ եմ։ Հանել դե ճիշտ է, ալիգան ես եմ կառավարում, որ իմ հիմնական աշխատանքն է դա ալիգայի պրոֆեսիոնալ պրոբասկետի ղեկավարությունն է, անում եմ, իրոք անում եմ։ Ու շատ ուժ է խլում դա, դրա համար ուրիշ բաներին քիչ է ժամանակ մնում։ Եթե խոսենք այս մրցաշարի մասին, ինչպիսի նախապատրաստություն էր պահանջում կազմակերպչական հարցերը եւ որքան ժամանակ տևեց այդ կազմակերպչական ընթացքը։ Դե կազմակերպչական աշխատանքները սկսվում են միանգամից նախորդ մրցումները ավարտելուց հետո, միանգամից սկսվում է մարզիչի նշանակումից, փնտրումից, շփումից, մարզիչը սկսում է խաղացողներ ման գալ, մենք ենք օգնում, ասենք իմ գործն էլ դա էր, որ ինչ-որ սկաուտինգով մեր սփյուռքի մեջ ինչ-որ խաղացողներ գտնել, դե եթե մարզիչը Ամերիկայից էր, սկաուտինգը Ամերիկայում նա էր կատարում, Ռուսաստանում ես եմ օգնել, ինչ-որ չափով, ընկերների միջոցով, մարզիչների միջոցով եւ այլն եւ բավականին լավ թիմ էր ձևավորվել, բայց ասենք փայլուն ես կուզենայի ոչ թե ինչ-որ հաղթանակներով մենք գնահատեինք, այս հաղթանակը փայլուն էր կամ չէ, վերջնական արդյունքով, որտեղ անցյալ տարվա թիմը իմ կարծիքով ավելի ուժեղ էր կազմով, բայց փաստորեն մենք միայն երրորդ տեղը գրավեցինք տարբեր պատճառներով, մենք վերլուծել ենք այդ պատճառները։ Շատ քիչ կիսայեսաբակիչում չի երիքեց մեզ։ Այո, շատ քիչ երիքեց, շատ քիչ, հենց Անդորրայից պարտվեցինք, բայց հիմա էլ Անդորրային ջախջախեցինք առաջի խաղում, ոնց որ տեղը հանեցինք։ Ասում են, չէ՞, հիմա մեր ժամանակ ասում են տեղը հանեց։ Այո, իհարկե։ Հիմա տեղը հանեցինք։ Հիմա թե մինչև վերջ ոնց կգնա, չգիտենք։ Ուժեղ թիմեր կան, Մալտան կա, Կոսովոն կա, Ալբանիան կա, Մոլդովան շատ լավ տեսք ունի այս անգամ, որի կայացման մեջ մենք էլ ենք մասնակցել Մոլդովայի, այն առումով, որ Մոլդովայի գլխավոր մարզիչը Ուրարտուում 2 տարի անցկացրել է ժամանակին, Ուրարտան է մերոնքական է։ Հա, ամենա մերոնքական է, հայերեն խոսքեր էլ գիտի, երգեր է երգում, բան, բայց Բիչկովը հիմա էդ է։ Վերջնական արդյունքը կերևալ, թիմը լավն է, թիմը լավ համախմբված է, իրար ընկերություն են անում, մենք միշտ այդ պրոբլեմն ունեցել ենք, որ մենք փաստորեն ունեցել ենք 2-3 խումբ խաղացողներ, տեղացի աճացրած խաղացողներ, Ռուսաստանից եկած հայեր եւ Ամերիկայի, եւ ոնց որ այդ պրոբլեմը միշտ եղել է, որ նրանք առանձին իրենց պահում, իրար հետ են շփվում, բայց այս անգամ ոնց որ շատ լավ է շփումը, մի քիչ մեզ էլ է արդեն դա ներվայնացնում, նյարդացնում, որովհետև չափից դուրս է, սկսում են խուլիգանություն անել, իրար հետ քաղաք դուրս գալ առանց ինչ-որ թույլատրության եւ այլն։ Չէ, դա վատ չի, դա լավ է, այդ ընկերությունը երիտասարդություն են անում, մենք ուրախանում ենք դրան էլ իհարկե։ Սենց։ Ահա, պարոն Պողոսյան, հարց, որը որ ինձ միշտ մի քիչ լարում է, որովհետև
այդ բոլոր մինչև U18-ը հաստատ U20-ն էլ երևի այդ հավաքականներում որ տեսնում ենք մեր երեխաների տղաների խաղը, ակամ աղջիկների խաղը, տեսնում ենք որ ակնհայտ Ամերիկայի եկած տղաները, Ռուսաստանի Դաշնությունից եկած տղաները ավելի արագ են, ավելի ֆիզիկապես ամուր են, ավելի տեխնիկապես զինված են եւ առաջի 2-3 տեղում հաստատ նրանք են, հետո նոր գալիս են մեր տեղական։ Իսկ ասեին նույնիսկ այդ տարիքներում առաջի 5, 6, 7 տեղում, եթե այդքան կան, ավելի վատ։ Երբ է մեր բասկետբոլը դրան աճելու եւ թե մենք հավերժ, այսպես մեր խաչնա, որ մենք պետքա մեր աչքը ունենանք օվկիանոսից այն կողմ, Ռուսաստանում եւ անդադ ընդեղից ինչ որ Չէ, մեր երազանքն է դա, որ ուշ թե շուտ մենք կարողանանք, ես չեմ ասում հրաժարվենք մեր սփյուռքի բասկետբոլիստներից, նրանք են նույն ձևի հայ, որպես մենք։ Ես եմ 30 տարի Ռուսաստանում անցկացրել, դուք եք անցկացրել, երեխեքը ծնվել են Ռուսաստանում եւ Ռուսաստանում են բասկետբոլ սկսել խաղալ, մենք չենք կարող դրանից հրաժարվենք։ Չի նշանակում, որ նրանք ստեղ չեն ծնվել, ուրեմն հայ չեն կամ ուրիշ դպրոց են անցել, ուրեմն արժանի չեն խաղալու, բայց իհարկե երազանքն է, որ մենք կարողանանք արտադրել պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Դա ամենամեծ խնդիրն է մեր, մենք այսօրով մենք չենք արտադրում։ Պետք չի ասել, որ ինչ որ յուրա ունենք, որ հիմա NBA G-League Դրանով ենք յուրային իմիջելուս։ Հա, յուրան ոնց որ մեր ներկայացուցիչն է Եվրոպայում, արդեն եվրոպական հասցրել է 21 տարեկան է, որ Ղազախստանում է խաղացել է Լատվիայում, Շվեյցարիայում, հիմա ըստ երևույթին Ամերիկա կգնա G-League-ա։ Նա մեր ներկայացուցիչն է, մեր դեմքն է, մեր բասկետբոլի։ Բայց մենք պետք է ունենանք 50-ատ, 100-ատ յուրա, որ մենք ասենք, որ ընտրություն կարող ենք անենք տեղական բասկետբոլիստներից կամ տեղական բասկետբոլի արտադրանք ունենք։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, ստեղ, որի լուծումը առաջիկա տարիներում մեր հիմնական խնդիրը պետք է լինի։ Այդ մարշչական խնդիրն է, այն է, որ օրինակ եկել են, ասենք, Ռուսաստանից կամ Ամերիկայից 16 տարեկաններ երեխեք։ Կարող եք հարցնել, առնվազն 10 անգամ պարապում են շաբաթական նրանք։ Նույն գենետիկայով երեխեքը 10 անգամ մարզում են անում, թե բասկետբոլի դաշտում, թե ոնց են ասում հայերեն այդ ֆիզիկական սրահում, այդ ֆիզիկական սրահում եւ այլն ջիմերում 10 անգամ պարապմունք են անում, 10 անգամ։ Մեր երեխեքը անում են 2 կամ 3 անգամ, որտեղ հնարավորություն չունեն։ Ես sense բան ասեմ, բասկետբոլը, ինչպես նաև, չեմ, երաժշտությունը, արվեստը եւ այլն կամ մաթեմատիկան, ֆիզիկան դա մի բան է, որը երևի լավ կլինի, որ երեխան փոքր ժամանակ զբաղվի դրանով։ Հիմա անպայման չի, ով որ մաթեմատիկա է սովորում դպրոցում, մաթեմատիկոս դառնա։ Բայց նա պետք է իմանա ինչ որ բաներ, կամ անպայման չի դու բասկետբոլ խաղաս, կարաս ըմբշամարտով զբաղվես կամ ֆուտբոլով կամ եւ այլն։ Բայց դա նախնական ինչ որ բան է, որը քո կյանքի ուղղություններից մեկն է լինում, սիրում ես սպորտ, հետևում ես սպորտին, զբաղվում ես սպորտով, երեխեքիդ ես տանում սպորտի, դա մի մաս է, բայց դա չի նշանակում, որ ով որ զբաղվում է, օրինակ, չգիտեմ, Կիլիկիայում կամ Շենգավիթի սպորտ դպրոցում բասկետբոլ, ապա պետք է բասկետբոլիստ դառնա։ Դա լավ զբաղմունք է, բայց առողջություն է զբաղմունք, ավելի լավ է քան թե դու ծխես կամ ինչ-որ խաղամոլ լինես, ինչ-որ sense կրիմինալ ենթամշակույթի ներկայացուցիչ ես եւ այլն։ Բայց դա խմբակ է ոչ թե պրոֆեսիոնալ բասկետբոլիստ դառնալու համար, այդ ամենը 2-3 անգամ պարապելով դու չես կարող բասկետբոլիստ դառնաս։ Մենք չենք կարողանում, մենք չենք սովորել դեռ մի քայլ առաջ անենք, որ պատրաստենք պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ։ Մարզիչները գրեթե բոլորը կամ շատերը երեխան որ գալիս է, իրանց բարեկեցությունը կախված է երեխայի ծնողների հնարավորությունից, մուծեն թե չմուծեն։ Եվ նրանք կապում են ծնողներին նրանով, որ ասում են քո երեխան շատ լավն է, դառնալու է ապագա Կոբե Բրայանտ կամ չգիտեմ Մայքլ Ջորդան, Յուրա Մելիքյան եւ համարյա բոլորին ասում են այդպես բան։ Այդ մարդիկ մենք էլ ես իմ դասատուներին դպրոցի շատ սիրում եմ կամ մարզիչներին, ես հավատում եմ նրանց, մենք բոլորս, նրանք ոնց որ ընտանիքի մի մաս են։ Դու հավատում ես նրանց։ Նրանք լավով են ասում, նրանք ցանկանում են, որ դուք դառնաք Կոբե Բրայանտ։ Բայց այդ մտքով, որ դու ապրում ես սար կյանքը, գալիս ես դառնում ես 18 տարեկան ու ասում ես, բան չի, ես բասկետբոլիստ չդառա։ Ու քեզ թվում է, թե աշխարհը քո դեմ է, բոլորը ուզում են, որ դու չդառնաս, ինչ որ դավադրություններ են ստեղծում քո նկատմամբ, որ դու չզարգանաս որպես բասկետբոլիստ, բայց դա այդպես չէ։ Հիմա sense մի բան ասեմ, այսօր եմ մտածում, առավոտ
չգիտեմ, միտքը այցելեց, եթե դնեք նայեք օրինակ օլիմպիական խաղերի 1988 թվականին, որ սովետական միությունը չեմպիոն դառավ, Սաբոնիսներ եւ այլ եւ այլ։ Շարունաս Մարչիլյոնից։ Այո, խոմիչուս մենք բոլորս գիտենք, Տարականը, մեր սերունդը գիտենք, երեկվա կազմերը չգիտենք, բայց այդ տարիներն գիտենք, թե ֆուտբոլը, թե բասկետբոլը, գորը չի թողնի սուտ ասեմ։ Բասկետբոլը որ նայում ես, վիդեոները կա։ Սենց ասեմ, մեր 20 տարեկանների հավաքականը երևի հավասար խաղա, թե Ամերիկա, կարող է սուտ եմ ասում, բայց ավելի դանդաղ էր, վարում է ինչ-որ սխալներ, նետումները սխալ էր, ինչ-որ մի ձևի ոչ տաքսիկակար բան, բայց այդ լավագույն բասկետբոլ էր այդ ժամանակվա։ Ես մի անգամ ձեռքս ընկավ շատ հարգելի Արմենակ Ալաչաչյանի վիդեոն, ասենք ես իր լավագույն թոփ ժամանակ մեր 16 տարեկանների հավաքական չէինք ընդգրկի նրան։ Ժամանակը փոխվել է, բոլոր սպորտսմենները, բոլորը, Յուրա Մելիքյանը լինի, թե Կոբե Բրայանտը լինի, թե Լեբրոն Ջեյմսը լինի, եթե դու օր ու գիշեր չես զբաղվում բասկետբոլով, օր ու գիշեր, քնելուց առաջ, քնելուց հետո, սնունդը, ամեն օր պարապմունքը, քո մարմինը, քո գործիքն է, քո աշխատանքի հնարավորությունն է փող աշխատել, դու օր ու գիշեր պետք է զբաղվես անհատական մարզիչներով, անհատական սնունդի մասնագետով, ամեն ինչով, օր ու գիշեր հաջողության չես հասնի։ Մենք որ սկսել էինք 10 տարի առաջ մեր ծրագրերը բասկետբոլի 16 թվից, 15 թվից, մենք C դիվիզիոնում շատ հեշտ էինք հաջողության հասնում։ Գիտում մենք հաղթում էինք, այդ Սփյուռքից մի քանի հոգի վերցնում էինք, հաղթում էինք։ Հիմա դժվարություն, ես չեմ հասկանում, մենք չենք կարողանում նույնը անենք, մենք շատ ավելի լավ ենք աշխատում, բայց երկրները առաջ են գնում, բոլորը ասենց սերընթաց վազում են առաջ, մենք հələ քայլում ենք, իրանք արդեն վազում են, ցանկացած երկիր, Անդորան լինի, չգիտեմ, Սան Մարինոն լինի, բոլորը արդեն օգտագործում են ժամանակակից ծրագրեր, իրանք պրոֆեսիոնալ են վերաբերվում, մենք էլ այդպես պետք է վերաբերենք, մենք Ջիբրալթարին հաղթել ենք, լավ, 50 քանի միավոր հաղթեցինք երեք չառաջ որ Ջիբրալթարին ուրախացա։ Okay, բայց Ջիբրալտարի բնակչությունը 10-12,000 է, որ ասենք Շենգավիթի ուղղակի չէ, ստեղ ուրիշ բան է կա ինձ համար տխրելու, որովհետև մենք Ջիբրալտար հաղթելով ենք ուրախանում, իսկ օրինակ մեր հարևան Վրաստանը Իսպանիային է հաղթում, հասկանում եք, Իսպանիային է հաղթում վերջի վարկյանում եւ նայելով այդ դահլիճը լեփլեցուն ու այդ վրացիներին ու այդ խաղացողին հասկանում ես լավ, ինչով ենք մենք պակաս, նույն ազգն ենք։ Ես ուրիշ բան ասեմ, մենք ասում ենք դե մենք բոյով ազգ չենք, մենք կարելի նայենք այդ վիճակագրությունը, մենք վրացիներից երևի մի միլիմետր ենք պակաս միջինում մեր բոյը, նշանակում է նույնն է մեր բոյը, բնակչությունը գրեթե նույնն է, բայց իրանք կարողանում են այդ ամեն ինչ անել, թե ֆուտբոլում, թե բասկետբոլում, մենք չենք կարողանում, բայց նրանք ունեն երրորդ հենակետային սպորտաձև, որի մասին մենք գաղափար չունենք, դա ռեգբին է, որը նրանք ֆուտբոլի հետ են մրցակցում, լավագույն թիմերից մեկն է դա ռեգբին, որ ռեգբիստներին իրանց լսես, կասեն մենք համար առաջինն ենք, բայց մենք պետք է բասկետբոլի հարցը չի սա միայն, մենակ բասկետբոլին ասա վերաբերվում, չէ ֆուտբոլում նույնը չի, բոլոր սպորտաձևերը նրանք ֆուտբոլում հաղթեցին Պորտուգալիա, կազմում ոչ մի սփյուռքի նրանք չունեն այդ սփյուռք հզոր ոնց մենք սփյուռքի ներկայացուցիչ չկար, թեկուզ հիմա բասկետբոլի հավաքականը նրանք չունեն, նրանք ունեն գրեթե նույն բնակչությունը մի քիչ ավել մեզանից, բայց նրանք մենք գնացինք խաղալու հենց այս 16 տարեկանների թիմով եվրոպական երիտասարդական այդպես բան կա, լիգա կա, գնացինք Թել Ավիվ քաղաքում, Թել Ավիվի հետ չխառնենք, այն հարայտ Թել Ավիվ, որը բազովով հայկական քաղաք է եղել ժամանակին, հիմա իրանք դարել են հայ, այդ նույն վրացի, այդ նույն հայերը դարձել են վրացի։ Երկու հատ փուճուր քաղաքում արտիկի չափ, մի դալիճը կարծեմ 5000 էր, մեկը 1500 Այդ քաղաքում փոքր, ու այդպես մի քանի քաղաքում ունեն ու վերջերս են սարքել։ Եվ այդ բալիչները անդադ լեփլեցուն են երեխաները։ Չեմ կարծում որ Սուպերլիգայի իրանց խաղերին երևի կգան։ Մենք խաղում ենք մեծ դալիճում, բայց կա փոքրել հիմա։ Ուզում ասեմ, առանց դրան չի կարա լինի։ Հիմա մեզ մոտ օրինակ, չգիտեմ, գիտեք թե չէ, 3 օլիմպիադանը փակվավ, ինչ պատճառով, մենք մի հատ անենք կատաստրոֆա կրիզիսի մեջ ենք առավոտվա 8-ից, որ մենք չգիտենք որտեղ ենք մարզվելու,
հյուրանոցը ճարեցինք հələ, շատ շուտ ճարեցինք, գնացինք օպերատիվ Այսինքն այդ երեխաները տեղ էին ապրում եւ մարզվում։ U16 16-20-ն էլ այնտեղ էին մարզվում, առավոտ խնդրեցին դուս եկեք, ժամանակ տվեցին 2 ժամ։ Ես կարծում եմ, որ սպորտը ոչ պետք չի քաղաքականությունով զբաղվի, մեր վրա դա ազդեց, բայց հիմա մարզման խնդիրն է, ապալ-տապալ կարելի է ապալ-տապալ խոսք ասել։ Ամեն ինչ կա, երբ որ ես տեղ եմ, ամեն ինչ կարելի է։ Հասկացա։ Որտեւ ինձ վատ հայրը ոչ Ես մի չի այդ խոսում։ ասացի կարող գորն եղանա, որ ես ասեմ։ Չէ, իմ հայրն էլ է բարելավել, գորին էլ է բարելավել։ Ես հիշում եմ առաջ անգամ հաշալի խոսում եք հանգիստ գորի մոտ 10 տարի առաջ էր երևի, ոչ ես նորմալ հայրեն խոսալ գիտեի, ոչ են գորը։ Մենի կուկարեկո։ Ահա։ Բա հիմա որտե՞ք մարզվելու իսկապես։ Չէ, գույքա գրած սպորտը վերցրեցինք մարզվում ենք, դե 16 տարեկանները sense տենց ընթանում է առաջնությունը, մարզվում էին Միկայում։ Հիմա ավելի մոտիկ տեղ են գնացել ապրելու, ավիրանց հարմար է, իսկ 20 տարեկաններ ասում են լավ կլինի հետ չգնանք Օլիմպիադան, շոկ էր Օլիմպիադանում, մենք հիմա Անի պլազայում ենք, լավ պայմաններ են բանսեն։ Պարոն Պողոսյան, հիմա այս խնդիրը փաստորեն ոչ թե ինչ-որ sense կետեր են խնդիրների, այլ համակարգ է։ Համակարգ է, որ համակարգային խնդիր է։ Հիմա մենք անդադ ասում ենք, երեխաները քիչ են մարզվելու, բայց մենք չունենք մարզվելու տեղ։ Մենք չունենք այդքան քանակությամբ մարզիչներ, որ ամեն դպրոցում լինի մարզիչ, որը որ կհամապատասխանի ձեր ցանկությունների, ել չեմ ասում FIBA-ի եւ այլն, կրթական ցենզը, որպես ինքը հոկեբան լինի, լավ մարզիչ լինի։ Մենք ունենք տեխնիկական միջոցների խնդիր, այսինքն փոքրիկ այդ շիտ ոնց է հայերեն այ մարդ Վահանակ։ Փոքրիկ վահանակները, փոքրիկ ճափի գնդակները եւ այլն, այսինքն այդ կոնուսները, ամեն ինչը գումար արժի։ Այդ գումարը առհասարակ ինչ է կարծում։ Խոսքը միայն բասկետբոլի մասին չի, առհասարակ սպորտի եւ ֆիզկուլտուրայի մասին։ Պետությունը պետք է դրա մասին մտածի։ Պետությունը պետք է մտածի, որ մեզ 20 տարի հետո առողջ սերունդ է պետք։ Թե պետությունը ժամանակ չունի դրա մասին մտածել։ Չէ, պետք է ունենա, ասենց ասեմ, սպորտը պետք է լինի պետության սյուներից մեկը, դա կա։ Եթե պետության սյուներից մեկը թույլ է, ընդհանրապես պետությունը ուժեղ չի կարող լինել։ Պետության սյուները պետք է մշակույթներ լինի, գիտություններ լինի, կրթությունը շատ կարևոր է, բանակը, պետական ատյանները, այդ ամեն ինչ պետք է ուժեղ լինեն, ու սպորտն է պետք է ուժեղ լինի, բայց ինչ ենք մենք պատկերացնում սպորտի տակ, մենք սպորտից ինչ ենք պահանջում, ես, դուք, բոլորս, հասարակությունը ինչ է պահանջում, եթե սպորտի նկատմամբ ինչ-որ պահանջարկ լինի դեպի պետությունը ուզած-չուզած պիտի դրանով զբաղվի, բայց այսօր մենք ինչ ենք պահանջում պետությունից, մեդալներ, մենք ուզում ենք մեդալներ, եթե մեդալներ ենք պահանջում, մենք բասկետբոլ չենք ունենա, մենք ֆուտբոլ չենք ունենա, մենք չենք ունենա, որտեղ դրանք մեդալակիր սպորտաձևեր չեն։ Հիմա հասկանում եք, մենք արեք ճիշտը խոսանք մեր մեջ։ Եթե մենք, ասենք, տարիներով ինչ որ օլիմպիական մեդալներ ունենք, աշխարհի առաջնությունը տարբեր սպորտաձևերում, ձեր ջյուդոյում, ամշամարտում։ Ջյուդոյում չունենք, մոռացեք։ Չէ, մեդալներ ունենք։ Ունենք, քիչ հա։ Ինչ որ քիչ հա ունենք։ Բայց ասենք, եթե մենք ունենայինք մի անգամ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, մենք չէինք ազգային հավաքականը որպես չեմպիոն։ Մենք չէինք փոխանակի բոլոր տարիների մեդալներով բոլոր։ Փոխանակի։ Շատերը կասեն, չէ, ոնց կլինի մեր, բայց կփոխանակենք, մենք մինչև հիմա ապրում ենք 73 թվի Արարատի հաղթանակով, ել մեր առաջնությունով չի, սովետական միությանը, մենք ապրում ենք դրանով մինչև հիմա։ Իսկ այդ հաղթանակները պատմություն են դա, բայց մենք դրան չենք կարող հասնենք, եթե պահանջենք այդ բանը, չենք կարող։ Հիմա հասարակությունը ուզում է մեդալներ։ Պետությունը ասում է մեդալ եք ուզում, վերցրեք մեդալները։ Տալիս ենք։ Տարի ավելանում է մեդալները։ Անպայման չի օլիմպիական ձևեր լինի, հազարած սպորտաձև կա։ Տալիս ենք ձեր մեդալները, բավարարվեք։ Ես 2 տարի դասավանդել եմ վերջերս ֆիզկուլտուր ինստիտուտում, որպես սպորտային ինդուստրիայի դասավանդում, ես շփվելուց հասկացա, որ մարդիկ ասում են, որ մեդալները բերում է համբավ ու պատիվ Հայաստանին։ Իսկ առողջություն բերում է։ Չէ, առողջություն չի կարա բերի, որտեվ իմ հաշվարկով 3%-ն է ակտիվ սպորտով զբաղվում բնակչության։ Ես երեք կարդում եմ, որ չգիտեմ, գիտեք թե չէ, թվերը Նորվեգիայում ինչ քանիթիվ ասեք, քանի տոկոսն են երեխաների սպորտով զբաղվում։ Ստեղ Նորվեգիայում մի 94։ Ռուսաստանում 60-65 է։ Ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն երևի մի 20 տարի առաջ հետազոտություն արել, որ եթե ակտիվ սպորտով, երեխաների մասին չի, ընդհանրապես բնակչության ակտիվ սպորտով 30%-ից պակաս մարդիկ են զբաղվում, ասենք առավոտները վազում են, ֆիթնես են գնում, լողանում են, բասեին են գնում, բան, եթե 30-ից պակաս է, դա
բնակչության պետությունը հիվանդ է հոգեբանորեն, առողջության առումով, տարբեր առում, բանակի առումով։ Ինքը առողջ չի կարող լինի, եթե ակտիվ սպորտով մարդիկ չեն զբաղվում։ Մեր մոտ զբաղվում են, ես հաշվում եմ 3%, բայց ինչ որ ուրիշ հաշվարկներ կա, մինչև 5% ասում են։ Այդքան է, կարող հիմա հաշվենք, շատ հեշտ է հաշվելը։ Այդքան է 5 դա կատաստրոֆա է։ Եթե գնացել եք երևի Բելգրադ կամ չգիտեմ Ֆրանսիա իջել եք այրոպորտ որ իջնում եք, այդ իրանց ստաֆը որ տեսնում եք, բոլորը սպորտային կանգնած են տղեկը։ Մեր աղջիկները։ Հիմա ես մի քիչ փորով եմ, բայց իրանք ջայել են 20-25 տարեկան տղեկը փորով բանով։ Այդ հարցը պետք է լուծվի։ Եթե ֆուտբոլը լինի օրինակ շատ ուժեղ, հետևից բասկետբոլն է կգա։ Ամենաառաջինը պետք է թեթև ատլետիկան, հիմա ատլետիկա է կոչվում, մեր ժամանակ թեթև ատլետիկա էր կոչվում, հիմա ատլետիկա է։ Մենք ատլետիկա չունենք, մենք ատլետիկայի դպրոց չունենք։ Ատլետիկան ասում են թագուհին է, սպորտի թագուհին է, ինչի, որտեվ ատլետիկա եթե մասնագետ ունես, մնացած սպորտաձևերը դառնում են ատլետ։ Բարձր են թռնում, արագ են վազում, ամեն ինչ լավանում է, եթե դու մասնագետ ունես։ Այդ հարցերը գլոբալ հարցեր են ու կառավարությունը չպետք է դրանով զբաղվի։ Հասարակությունը պետք է իր մեջ ձևավորվի պահանջ դեպի կառավարությանը, մենք ուզում ենք սենց լինի։ Բայց հիմա մեր ազգային արժեքը ո՞րն է ամենամեծը։ Դե առաջ չլաղաչ խորովածներ, հիմա քյաբաբն է, հիմա չգիտեմ, իրանք են մրցում, ցավոք սրտի կամ ծխելն է, իրանք են մրցում իրար մեջ, ոչ թե սպորտաձևերը։ Իսկ այն որ մենք մեդալ ենք բերում, շատ ուրախ եմ, որ ես չեմ խոսում նրա մասին, որ ըմբշամարտին պետքա սահմանափակել ֆինանսեր։ Հակառակը, ըմբշամարտին պետքա դաբլ անել, 10 անգամ ավել տալ, որ մասսայականություն լինի։ Մենք Դաղստան չենք, նույնիսկ ըմբշամարտով, մենք ըմբշամարտում հաջողությունների ենք հասնում մեր մասնագետների շնորհիվ, որտեղ մենք տրադիցիա ունենք սովետական էնտուզիաստների շնորհիվ, այո, մենք ունենք մասսայական սպորտ։ Ու մեր մասնագետները շատ բարձր որակի են, թե ծառամարտում, թե ըմբշամարտում։ Մենք այդ տրադիցիաները չկորցրեցինք։ Ինչի չկորցրեցինք, որտեղ մենք մեդալ էինք տալիս ու պետությունը սկսեց հետևել այն սպորտաձևերին, որը մեդալ է տալիս, ինչ որ ձևի պահպանել։ Բայց մնացածին չհետևեց։ Մնացածին մենք սովետական միության փլուզման ժամանակ մենք թենիսիստը ունեինք ստեղ աճացրած, Սարգիս Սարգսյանը մորթում էր ամենտեղ։ Հիմա մենք ունենք ստեղի աճացրած։ Չէ, հիմա բերում ենք։ Բերում ենք Էլինան, բան ինչ որ տես բերում ենք, էլի մեկին նա ռուս աղջիկ բերեցինք վերջերս, բայց դա մերը չի, մեր արտադրանքը չի, հասկանում եք։ Ես չեմ ասում անպայման պետքա ինչ որ հայերը լինեն կամ բան։ Հիմա թող հայ չլինի, թող ռուսը լինի տեղացի կամ անպայման է, հիմա մեր բարձանքներից մեկը Մալխա Սամոյանն է, հիմա անպայման է, որ ինքը հայ լինի, որ ասենք մեր ամենավառ աստղերից մեկն է հիմա Մալխա Սամոյանը, ու արտակարգ անձնավորություն։ Չէ՞ թող ռուսը լինի, հիմա ռուսներ կան, շատ էլ գալիս են հենց բասկետբոլ ռուս երեխեք կան։ Եվ իսկապես շատ գլոբալ հարց է եւ մեծ խնդիր է, որի մասին կարելի է շատ երկար խոսալ եւ եւս մեկ շատ մեծ խնդիր, որ ես եմ տեսնում, որի մասին միգուցե շատ քիչ է խոսվում եւ յուրաքանչյուրը կարող եք հասկանալ եւ հայլում տեսնել հենց ձեզ այդ խնդրի մեջ, երբ որ հայ ծնողը տանում է իր երեխային սպորտի, ինքը մտածում է, որ ինքը մարզիչի չլավ ամեն ինչ լավ գիտի։ Ոնց պարապի, երեխեն ուր գնա, որ ժամին պարապի, ստեղ մարզիչը սխալ ասեց, դու պետք է սենց անես։ Հնարավոր է այդ բոլոր սպորտաձևերում, օրինակ ջյուդոյում հստակ ծնողներին թույլ չի տրվում մտնել դահլիճ։ Խստիվ արգելված է, չես կարա դու մտնես։ Բայց ֆուտբոլում եւ բասկետբոլում ես տեսնում որ դա մեծ խնդրեմ է իրականում։ Ֆուտբոլի մասին չգիտեմ, մեզ մոտ իրոք մեծ խնդրեմ։ Չէ՞ ասի մեծ խնդրեմ։ Դա հայկական խնդրեմ է, ծնողը համարում է որ ինքը մարզչին հավասար ինքը համարում է որ իր երեխան ամենալավն է։ Ոնց կարա իմ երեխան որ տենց սիրուն է, ես իրան սիրում եմ փուճուր ժամանակվանից, բոլորը իրան սիրում են։ Ինչ որ մարզիչը չընտրի, ոնց կարա մարզի։ Հիմա մենք օրինակ այս 16 տարեկանում ինչ որ կազմակերպչական աշխատանքներ էինք տանում ձևավորելու թիմ տեղացիներից ու ինչ-ինչ պատճառներով հենց իրանց հրաժարվելով ինչ-որ բաներին մասնակցելու մի խումբ երեխեք դուրս մնացին։ Հետո եկան ասին մեր երեխեք ավելի լավն է, մեր երեխեքին պետք է։ Դա լուրջ խնդիր էր մեր մոտ, որը մեր համար խնդրեմ է, ասկեցին բողոքներ գնալ եւ այլն։ Սենց ասեմ, թիմային սպորտաձևում դա ձյուդո չի, ձյուդոն եթե կամ ըմբշամարտ չի կամ ծանրամարտ չի, մեկը շատ է բարձրացնում, ինքը պետք է գնա բարձրացնի ինձ։ Երևում է, այո։ Իսկ եթե մի բասկետբոլիստ ամենալավ նետումներն է անում, ասենք օրինակ, ամենալավ նետումներն անում, նա
պետք է գնա ազգային թիմ, չէ, չպետք է գնա։ Ազգային թիմը դա թիմային սպորտաձև է, ֆուտբոլը թե բասկետբոլը, մարզիչի որոշումն է, կարող է ինքը ուզում է մթնոլորտ ներսստեղծի, կարող է ինչ-որ այդ տղեն տոքսիկ է, կամ ինչ-որ մեկին անպատվել է, կամ չգիտեմ ինչ-որ դա հազարատ հարց կա, ինչ-որ բանի պատճառով մարզիչը չի ընտրել այդ խաղացողը, ինչ-որ բանի, բայց շատ լավ նետում է անում։ Ես այդ օրինակը դե մենք ինչ-որ սովորել ենք սովետական միության ժամանակ ենք սովորել, դուք եք հիշում, կար Վալդիս Վալտերս, այդ օրինակը ես միշտ բերում եմ այդ Վալդիս Վալտերսի օրինակը։ Լավագույն Վեֆրիգայում խաղում էր լավագույն փոինտ բերողներ, ամենալավն էր, մեծ տարբերությունով բերում էր։ Գոմելսկին հավաքական չէր վերցնում, բայց Գոմելսկին գնում էր հաղթում էր, ասում էր, տեսակ, չէի վերցնում, հաղթում եմ, ինչ եք ուզում ասել, ինչի չեմ վերցնում, իմ գործն է դա, ես չեմ ուզում իրան վերցնեմ, եւ վերջանում էր պատմությունը։ Այ եթե երեք Պորտուգալիա հավաքականի մարզիչը միգուցե փորձվեր Քրիշտիանո Ռոնալդոյին երկրորդ խաղակեսում փոխարիներ եւ Ռաուշին հաներ, միգուցե Պորտուգալիան հաղթեր, բայց նա չկարողացավ։ Բայց ինչ թող պաստային Ռոնալդոյին։ Թող, ես էլ եմ ասում թող։ Շատ շնորհակալություն։ Հուսով եմ, որ այն մարդիկ, որոնք որ մեզ պետք է լսեին, լսեցին եւ դուք սիրելի ծնողներ, դուք դե լսեցիք, յուրաքանչյուրդ վերցրեք ձեր վրա։ Ես որպես ծնող, որը երկու տղան է բասկետբոլով, մեկը զբաղվել էր, մեկը զբաղվում է ակտիվորեն, երբեք չեմ թույլ տալի ինձ ինչ որ մարզչական որոշումների մեջ խառնվել, որտեղ հասկանեմ, որ դա սխալ է։ Յուրաքանչյուր մարդ պետք է լինի արհեստավարժ իր գործում եւ պատասխանատու իր գործի համար, ոչ թե ինչ որ մեկը նրան խորհուրդներ տա եւ նա բոլորին լսի։ Շատ շնորհակալություն զրույցի համար։ Մենք անցնենք առաջ եւ այս պահին Գովաշ Չանթի եթերում։ Մնացեք մեզ հետ, Գովաշ Չանթի եթերում սպորտի թեման այսօր դեռ չենք փակում։